Պաշտոնական տվյալներով Ալեքսանդր Պիչուշկինը սպանեց 48 մարդ։ Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, այսինքն իր տվյալներով, երբ քննչական մարմինը չկարողացավ պարզապես հայտնաբերի համապատասխան կապը նրա ասած սպանությունների մեջ, որովհետև չկարողացավ գտնել զոհերին։ 63 հոգի են։ Ալեքսանդր Պիչուշկինը ուներ մականուն Վիցեվսկի մանյակը։ Ինչու՞, որովհետև նա տվյալ պարկում էր կատարում սեիրական սպանությունները եւ հենց դրա անվամբ էլ կոչվեց ինքը Վիցեվսկի մանյակ։ Սիրելիս, նախ ողջույն, ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադալյանն է, բացի որ ես հոգեբան եմ, ես նաև քրեական հոգեբանություն եմ շատ ուսումնասիրել, մասնավորապես քրեական պրոֆայլինգ կամ կրիմինալ պրոֆայլինգ, ինչպես ասում են, որ ուղղված է սեիրական մարդասպանների վարքի կանխատեսմանը։ Պրոֆայլինգ երևույթը երկար ժամանակ է դա ոչ ուղիղ անվամբ, բայց գալիս է, երբ կա դեռ Հիպոկրատի ժամանակներից կատարում են մարդկանց տիպաբանություն, փորձում են մարդու պրոֆիլը դուրս բերել եւ այլն, այդ ժամանակները բավականաչափ արդեն զարգանում էր, Գալենն էր զարգացնում, Հիպոկրատն էր զարգացնում եւ այլն, բայց հենց կոնկրետ պրոֆայլինգ հասկացությունը մասնավորապես առավել ակտուալիզացվեց նախորդ դարաշրջանի 70-ական թվականներին։